Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Հայաստան դաշինքը բողոքարկել է ընտրության արդյունքը, ինչը հայտարարել քաղաքական ուժը։ Ինչի է սպասում ուժեղ Հայաստանը, Նարեկ Կարապետյանը հայտարարություն է տարածել։ Ով է մեղավոր զինվորների ուժ քվեարկելու համար, գլխավոր շտաբի պետը հարցերի է պատասխանել։ Ինչ կլինի, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից, իսկ իշխանությունը միայնակ զբաղեցնի խորհրդարանի մեծ մասը, ինչպիսի նախադեպեր կան աշխարհում, եւ կարող է քաղաքական բոյկոտը վերածվել նոր ճգնաժամի։ Հայաստան դաշինքը դիմելու է սահմանադրական դատարան ընտրության արդյունքի վերջնահաշվարկն ունենալուց հետո։ Իշխան Սաղաթելյանի խոսքով իրենք բողոքարկել են եւ այս պահին տեղի է ունենում վերահաշվարկ։ Պարզվում է, որ Չարենցավանի 27 կոտորակ 26 տեղամասում Հայաստան դաշինքը ստացել է 112 ձայն, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրված է 8 ձայն։ Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում, դրա համար կամ բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաեւ գնալու ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ հասկանալով ովքեր են նստած սահմանադրական դատարանում, ակնհայտ հասկանալով նրանց կաշկանդվածությունը եւ ըստ էության իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք սահմանադրական դատարան արդյունքները հրապարակելուց այս վերջնահաշվարկը ավարտելուց հետո։ Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին, Սաղաթելյանի կարծիքով դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը, եւ այն հնարավոր կլինի կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Մի բան ընդհանրապես այս պահին կարող մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից, մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սվառը դատելով, իրավիճակը գնահատելով եւ պայքարի հաջողության եւ շարունակության տեսանկյունից ենք այդ որոշումը ընդունել։ Ուժեղ Հայաստանը սպասում է Բարգավաճ Հայաստան կուսակցության վերահաշվարկի արդյունքին, Նարեկ Կարապետյանի խոսքով դրա արդյունքը կարող է կարևոր նշանակություն ունենալ նոր խորհրդարանի կազմավորման համար։ Կարապետյանի կարծիքով դրանից կախված է նաև, թե ինչ հնարավորություններ կունենա ընդդիմությունը ազգային ժողովում։ Եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է եւ քաղաքբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ։ Նաեւ մի բան ասեմ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։ Ընտրության արդյունքների վերաբերյալ ամենամեծ դժգոհություններից մեկը ներկայացնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Պնդում են, որ մի քանի տեղամասերում քվեների հաշվարկի ընթացքում անճշտություններ են եղել, արդեն սկսվել են դրանց հավաքագրումն ու իրավական գնահատումը։ Ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք հետևյալը։ Մենք մանդատը կռիվ չենք անում։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Մենք
տեսեք, չկա իրավիճակ, որ օրինակ ինչ-որ մի քանակություն մանդատների մեզ պակասում, ամեն գնանք հա գտնենք այդ ձայները, բերենք, չգիտեմ ինչ եւ այլն կամ ձայների չկա տես բան։ Մեզ համար կարեւոր է եղել է, կա եւ մնում է այն մարդկանց ձայները, այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է Բարգավաճ Հայաստանի։ Մենք ամեն քվեի հետևից գնալու ենք։ Առաջնային մենք դիտարկում ենք այս պարագայում միայն սա։ Հայաքվեն հայտարարել է, որ քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը, քանի որ ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմանում։ Որպես հետևանք, այս ընտրությունը չի անցել ազատ ու արդար նախաձեռնությունը անհրաժեշտ է համարում դրանց արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում, դրանք ի վերջո չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություն կազմակերպելու հեռանկարով։ Անգամ այս խայտառակ ճնշումների պարագայում գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանի Հանրապետությանն Ալիևյան սահմանադրություն պարտադրելու համար։ Այն նաև մանդատ չստացավ միանձնյա ազգային ժողովում սահմանադրական օրենքներ փոփոխելու, գլխավոր դատախազի, դատավորների, պետական անկախ մարմինների ղեկավարների եւ անդամների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։ Այս պայմանում ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը հետևողականություն դրսևորելու պարագայում ոչ միայն հնարավորություն կունենան խափանելու վարչախմբի հակահայ ծրագիրը, այլև ժամանակի ընթացքում վերջնականորեն հեռացնելու նրան իշխանությունից։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ընտրության արդյունքների ամփոփումը ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, որից հետո քաղաքական ուժերը հնարավորություն կունենան դիմեն Սահմանադրական դատարան։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը խոսել է զինվորների ընտրատեղամասերի փակվելուց հետո քվեարկելու մասին։ Նրա խոսքով զինվորները քվեարկել են օրենսդրության սահմանում։ Երբ որ քաղաքացի զինվորը կապվում է, զինվորը նույնպես քաղաքացի է, գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է նա շարունակի սահմանադրական այդ հարցերը արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատեղամասային նախագահներ կամ ծույլ են։ Բայց ինչու՞ ես չէ՞ տակնվում այդ հարցերը, պարոն Ասրյան։ Ձեր տիրույթում է դա հաշվում եմ։ Իրենց քնի հաշվին դա կազմակերպվում։ Ինչի հաշվին, ես շահստացել։ Քունը իրենց 10-ին չի զինվորների քունը։ Բա ինչու են իրենք մեկին դեռ, այսինքն որ չէ ավելի շուտ իրենց բերել, որ մեկին երկուսին չլինեին ընտրատեղամասը։ Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված։ Պարոն գեներալ, Այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամասի ուժ չի ներկայացել։ պարոն գեներալ, թող ընտրական հանձնաժողովին հարցերը տան։ Նիստը փակ է։ 64 մանդատ իշխանությանը, 41 մանդատ ընդդիմությանը։ Թվերը պարզ են, բայց քաղաքական պատկերը ոչ այնքան։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն զբաղեցնել իրենց տեղերը, Հայաստանը կարող է կանգնել անսովոր վիճակի առաջ։ Խորհրդարան, որտեղ ընդդիմությունը կա թղթի վրա, բայց չկա դահլիճում։ Ինչ է փոխում դա քաղաքական համակարգում եւ ում օգտին կարող են աշխատել դատարկ մնացած աթոռները, ռեպորտաժում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց արդեն ձևավորվում է նոր խորհրդարանի քաղաքական պատկերը, թեև դեռ հնարավոր են վերահաշվարկներ եւ տեխնիկական շտկումներ։ Նախնական տվյալներով քաղաքացիական պայմանագիրը ունի 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29, Հայաստան Դաշինքը 12 մանդատ։ Ինչ հնարավորություն է ստանում քաղաքացիական պայմանագիրը 64 մանդատով։ Հայաստանում 64 մանդատ ունեցող քաղաքական ուժը համարվում է միանձնյա մեծամասնություն, այսինքն քաղաքացիական պայմանագիրը կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն, ընտրել վարչապետ եւ հաստատել կառավարության կազմը։ Նաև այդ ուժը վերահսկում է օրենսդրական գործընթացը, կարող է ընդունել օրենքները եւ ձևավորել խորհրդարանական օրակարգը։ Բայց կա մեկ կարևոր սահմանափակում։ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն, մոտ 70 մանդատ, ինչը նշանակում է, որ այդ հարցում ՔՊ-ն չի կարող կատարել այն, ինչ վերջին տարիներին անդադար հայտարարում է։ Բայց պատկերը կարող է փոխվել, եթե ԲՀԿ-ի վերահաշվարկից հետո կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը։ Իսկ այս փուլում ինչ կարող է անել ընդդիմությունը։ Ընտրություններից հետո քննարկումների կենտրոնում է մանդատները վերցնելու կամ դրանից հրաժարվելու հարցը։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, որը ավելի շատ քաղաքական դիրքորոշում է։
Իրավական բաղադրիչը ինչպես մնացած երկրներում չի նշանակում, որ մանդատները չվերցնելը փոքրամասնության կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսին են ազգային ժողովի նոր ընտրությունը, երկրորդ փուլը կամ էլի նմանատիպ հետևանքներ։ Հավաքական ընդդիմությունը նախնական տվյալներով խորհրդարանում ունի 41 մանդատ։ Եթե ցանկանան հրաժարվել մանդատից, յուրաքանչյուր ընտրված падգամավոր պետք է անհատական կարգով ներկայացնի հրաժարականի դիմում, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնի համապատասխան ընթացակարգերը։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, նրանց մանդատները չեն փոխանցվում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է եւ քաղաքական ընդդիմությունը, որը մտել է ընտրապայքարի մեջ ու արձանագրել այս արդյունքները, տիտղոսակիր ընդդիմությունը ըստ էության այս պահին ըստ մանդատի պետք է ինքը կայացնի որոշում։ Սա իրենց որոշումն է։ Իսկ աշխարհն ունեցել է նման օրինակներ։ Վենեսուելայում, Բելարուսում, Ուկրաինայում եւ մի շարք այլ հետխորհրդային երկրներում մանդատները չվերցնելը գործածել են որպես քաղաքական ճնշման կամ ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու միջոց։ Բայց հետաքրքրական է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական համակարգում առանձնահատուկ օրինակ համարվող իռլանդական ազգայնական Sinn Féin կուսակցության երկարամյա դիրքորոշումը։ Կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին եւ ստանում մանդատներ, սակայն հրաժարվում է ստանձնել դրանք Westminster-ի խորհրդարանում։ Այս քաղաքական մոտեցումը հայտնի է որպես աբստենցիոնիզմ, քաղաքական պայքարի ձև է, որը խորհրդարանական մասնակցությունը փոխարինում է խորհրդարանից դուրս պայքարով, պահպանելով ընտրական մասնակցությունը, բայց հրաժարվելով ինստիտուցիոնալ ներկայությունից։ Քանի որ Մեծ Բրիտանիայում падգամավորները պարտավոր են երթում տալ թագին որպես խորհրդարանի անդամ դառնալու պայման, Sinn Féin-ի ընտրած падգամավորները հրաժարվում են այդ երթումից եւ այդ պատճառով չեն զբաղեցնում իրենց տեղերը։ Արդյունքում կուսակցությունը մասնակցում է ընտրական գործընթացին, սակայն չի դառնում խորհրդարանական աշխատանքի մաս։ Այս մոդելը ձևավորվել է պատմական եւ քաղաքական երկարատև հակամարտության համատեքստում եւ չի հանդիսանում սովորական ընտրական բոյկոտի օրինակ, այլ սկզբունքային քաղաքական դիրքորոշում։ Հայաստանի դեպքում իրավական մեխանիզմը հստակ է։ Ընտրված падգամավորի հրաժարականը չի հանգեցնում ընտրությունների վերանայման կամ մանդատների վերաբաշխման այլ ուժերի միջև, բայց առաջացնում է լեգիտիմության լուրջ հարց եւ ձևավորում առանց ընդդիմություն խորհրդարան։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանի եւ Իսրայելի միջև վերջին լարվածությունից հետո Թեհրանը աստիճանաբար վերացնում է ավիացիոն սահմանափակումները։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսվում են մի քանի չվերթեր, որոնք դադարեցվել էին անվտանգության նկատառումներից ելնելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն 2-ից 3 շաբաթ շարունակ ռմբակոծի Իրանը, ինչը կարող է հեշտությամբ անել, եթե ցանկանա։ Թեհրանը կզրկվի ամեն ինչից, կսպանվեն շատ մարդիկ, սակայն Հորմուզի նեղուցը ամիսներ շարունակ փակ կմնա։ Թրամփը նշել է, որ բանակցությունների ընթացքում կկարողանան ստորագրել փաստաթուղթ, որն ավելի մեծ ուժ կունենա, քան ռմբակոծությունները։ Նա հավելել է, որ կարծում է ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնության հասնելուն։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Իրանի դեմ հարվածները լայնածավալ պատերազմի չվերածելու մասին։ Ես BB-ին ասացի, ավելի լավ է զգույշ լինես քո գործողություններում, թե չէ շուտով կարող ես միայնակ մնալ Իրանի դեմ, ասել է Թրամփը։ Հավանաբար այս զրույցից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարվածները։ Իրանն էլ դադարեցրել է Իսրայելին ուղղված հարձակումները, սակայն զգուշացրել է, կործանարար պատասխան կտա, եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա։ Իդեպ Թրամփը չի բացառել Իրանում ԱՄՆ-հատուկ ջոկատայիններ իջեցնելու հարցը։ Եթե Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն, ամերիկյան կողմը հնարավոր է Իսլամական Հանրապետության տարածքում հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ գործողություն իրականացնի։ Կա երկու տարբերակ. կամ մենք կմտնենք Իրանի տարածք եւ կլուծենք այն հարցերը, որոնք նախկինում ռազմական ճանապարհով չի հաջողվել լուծել, կամ պարզապես կպահպանենք Իրանի շրջափակումը, որովհետեւ ինչպես պարզվեց, դա ավելի արդյունավետ է, քան ցանկացած ռազմական հարձակում։ Financial Times-ի հետ զրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։
Զելենսկին նամակ է գրել Պուտինին եւ ուղարկել այն ամբողջ աշխարհին։ Դա անքաղաքավարի է։ Քաղաքավարի մարդիկ այդպես չեն վարվում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք, օրերս Ուկրաինայի նախագահը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահին, որում առաջարկել է հանդիպման համար կոնկրետ ամսաթիվ նշանակել եւ նշել, որ այն կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում։ Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաու կղզում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հաղորդվում է առնվազն 16 զոհի եւ 200-ից ավելի վիրավորի մասին։ Վնասվել են բնակելի շենքշինություններ, նաեւ դպրոցներ, որտեղ հունիսի 8-ին նշել են նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Ճապոնիայի քաղաքներից մեկում արջը ստիպել է իշխանություններին փակել բոլոր դպրոցները։ Կես միլիոն բնակիչ ունեցող 80-ամյա քաղաքի իշխանությունները հայտնել են, որ արջին առաջին անգամ տեսել են շաբաթ երեկոյան բնակելի թաղամասում այգու հարևանությամբ։ Կենդանին դեռևս ազատության մեջ է։ Իրանի ֆուտբոլի հավաքականն էլ ժամանել է Մեքսիկա, վիզաների եւ Միացյալ Նահանգների մարզադաշտեր մուտք գործելու հնարավորության շուրջ շարունակվող վեճի ֆոնին, որտեղ նրանք պետք է խաղան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Իրանն իր 3 խաղերն էլ պետք է անցկացնի Միացյալ Նահանգների տարածքում։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։